Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի պատերազմը եւ Ադրբեջանի Հայաստանի հիշատակելով, որ հասկանալի է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, որտեղ դա պատմական արմատներ ուներ եւ այլն, բայց ադրբեջանցիք հայկական քաղաքագործության բայց Ռուսաստանի հետ կապված Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը իրենց համար անհասկանալի է։ Դե Տոկաևը դե հասկանաք, որ ինքը դիվանագետ է, ես պետք է ձեզ հիշեցնեմ Թալեյրանի հայտնի խոսքը, որը կլասիկա է, որ ասում է դիվանագետին լեզուն տրված է, որպես ճիշտ չխոսի։ Չասում սուտ խոսի, ճիշտ չխոսի, արդյոք է, Թալեյրանն է։ Հիմա ինքը իսկական դիվանագետ է, վատ թարագույն իմաստով։ Ինձ համար եւ ոչ մեկի համար աշխարհի համար հեչ հասկանալի չէ, թե ինչու դե Արցախը տեղափոխվեր Ադրբեջան, Պուտինին նվիրվել, հայ գեներալները դա նվիրեցին Պուտինին, Ադրբեջանին չեն տվել։ Դա միանշանակ է, ուրիշ բան է ստացվել, չէ։ Հիմա տեսեք, այդ ինչն է հասկանալի Տոկաևին եմ ասում, որը ունի որը արմատավորված է պատմության մեջ, ուրեմն միջազգային իրավունքի մեջ երկու սկզբունք իրար հետ են, զույգ են, ինչպես որ Ադամն ու Եվան, առանց մեկը մյուսի չլինում, պետության տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավավասարություն եւ ինքնորոշման իրավունք։ Տոկաևը, ինչպես որ կլասիկ արդեն այն աշխարհի, չէ, ուրեմն չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես որ ոչ մեկը չի խոսում, կարծես այդ օրենքը չկա, բայց ՄԱԿ-ի անունից են խոսում, ՄԱԿ կանոնադրությունը վերցրեք, ինքնորոշման իրավունք ավելի բարձր է, քան տարածքային ամբողջականությունը, բայց ինք Ադրբեջանի հարց է լուծում, ինձ համար հասկանալի չի իր չհասկացածը, այդ կրթությունն ունի, իսկ ինչը հասկանալի չի Ուկրաինայի պարագայում, ասեմ Ուկրաինայի պարագայում ամեն ինչ է հասկանալի, հիմա անկախ եմ ծագումնաբանությունից, թե ուկրաինացին է շուտ եղել, թե ռուսն է շուտ եղել, թե հավի ձևի, ես թողենք, այդ կենսունակ ժողովուրդը, նույնիսկ եթե ռուսական, սլավոնական արմատներով, ոչ ռուսական, սլավոնական բաներ իր մեջ ունի նաև Ֆինլանդիան, ոնց որ թե, չգիտեմ ինչև, եւ այլն, հասկանում եք, խորանանք, Սլովենիան, Չեխիան եւ այլն, արևմտյան սլավոններ են, այդ արմատներն ունեն, հիմա ինչ է եղել, մի ժողովուրդ, որը աշխանաբար ձերք է բերել, ես հիպոթեզ եմ ասում, որտեղ չեմ ուզում մտնել մեջը, ազգային ինքնագիտակցություն է ձերք բերել եւ ասում է թքած քո վրա, քո Ռուսաստանի վրա էլ ամեն ինչի լիզից հեռու մնա։ Տոկաևը առաջարկում է սառեցնել հակամարտությունը, բայց չի սառեցնելը վտանգավոր է։ Բայց չի ընդունում ռուսական կողմից։ Օգուտ է միայն Ռուսաստանին։ Ուկրաինան հետո չի կարող այս դաշնակիցներին հավաքել, իհարկե ծանր է վիճակը։ Ով է երաշխավորելու, որ հանրապետականները գնան, դեմոկրատները կան, եւ այլն, եւ ինքն էլ գնա, ինքը դրա համար կարծում եմ սառեցնելը Ուկրաինային ձեռնտու չի, ինձ այդպես է թվում եւ ինքը բլեֆ է անում այդտեղ։ Իհարկե ինքը ամբողջ Պուտինի դեմ է խոսում, այնտեղ բաժանում է, բան է անում եւ այլն, որտեղ ինքը արդեն բաների հարվածների տակ չի կարողանում նավթ վաճառել։ Ղազախստանի նավթը կանգնում է, չէ, այդ որ խփում են, դե ռուսական խողովակաշարերով է դուրս գալիս, ադրբեջանական եւ այլն, այնպես որ ինքը որ չի հասկանում, ես իրեն չեմ հասկանում, բայց ես շատ լավ հասկանում, թե ինքը ինչ է խոսում, բայց նաեւ հասկացնում որ այդ ժողովուրդը քեզ հետ ինչ կապ ունի։ Մենք Պուտինի ելույթ կասում ռուս են, դու ես ուկրաինացի, Ռուսաստանի կողմից ագրեսիա չկա, պարզապես մենք պատասխանում ենք աջակցությամբ եղբայր ժողովուրդն են ազատ չի թողում։ Ինչ իրավունքով է իր աղբանոցը հանել ընտրությունների օրերին լցրել Հայաստան։ Պուտինի մասին է խոսքը։ Տեսեք ինքը ինչ իրավունքով։ Վստահ եմ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի իր արևմտյան հողերը Ստալինի նվերը եւ ամեն ինչ կվերադառնա Հունգարիայի, Ռումինիայի եւ Լեհաստանին։ Ստալինյան նվերը հիշեց այստեղ։ Ինքը խառնակցություն, էթնո հակամարտություններ է զարգացնում, պատկերացնում եք Բա հիմա հունգարացիք են Օրբանի ժամանակ ինչու էին վատ, էդ են ուզում, լեհերն են լվով ուզեն եւ այլն, կրնի համաշխարհային Սոդոմ Գոմոր ռուսի սապովն էլ կգա, որը տերեխ է, դա կանգնի, կասի տղեկ ջան ոնց կարգավորեմ, հայերի պես մեկը, ով քաղաքագիրտ է մյուսի տակը, անպայման քաղաքագիրտը մենա վայրենու տակը, որ հետո հավեր կռիվ լինի
Կանզասարը ալբանական է, ինչ ասես խոսում են տխմար։ Այդ բոլոր ռուսական մտահոգությունը ինքը այնտեղ հակամարտություն է զարգացնում, փորձում, դա իհարկե եվրոպացիք ինձնից խելացի են, այդքանը հասկանում են եւ դրան չեն գնա։ Լեհերն էլ չեն գնա, հունգարացիք էլ չեն գնա, Օրբանն էլ ռադ եղել իշխանությունից չի գնա, բայց Ֆիցոյի ուժն էլ չի պատի, որ դրան կանի, հիմա ուրիշ բան է գալիս։ Այդ ուրիշ բան է, հիվանդությունը, ինչ են ասում, մահացու է։ Ռուսները էլ ուրիշ ճար չունեն հաղթանակի, քան հույսները դնեն Ուկրաինայի եւ Արևմուտքի պառակտման վրա, որը չի լինելու, քանի ամերիկացիքան չի լինելու։ Ուկրաինան կարծես թե պատերազմի իր սահմաններն է մեծացնում, ընդհանրակում Պարուշինյանի, ինչպես Կասպից ծովում իրանական այդ առևտրային նավի վրա հարձակումը, ովքեր որ քեֆս բերում են։ Ես Զելենսկուն չգիտեմ այդ կան, դե չեմ կարող հիմա սուտ չխոսենք, բայց ուկրաինական գեներալիտետը իմ քեֆը բերում է։ Խփում են բոլորին այնտեղ, որտեղ Ռուսաստանին օժանդակում են, իսկ Ռուսաստան իրենց համար ճիվաղ է, մարտասպան է եւ Ուկրաինայի մահն է։ Իրենք պետք է Ուկրաինայի ազատությունը պետք է հստակ լինի, ազատություն եւ անվտանգություն Ռուսաստանի մահվան հետ է կապված, ինչպես որ Հայաստանին է։ Նկատի ունեք Ուկրաինան պատրաստ է իր սահմաններից դուրս ամենտեղ։ Խփում է, Կասպիցով չխփել։ Խփել է հենց դրա մասին։ Խփում է։ Ընդ որում Իրանը կայակալասից սպասում է արձագանքի։ Եք շփոթում, ճարպով որ չի կարողանում։ Նրանք իրենց պետությունն են ստեղծել, աշների անունն առել են եւ խփում են նրանք, թե չէ Իրանին ինչի այդ շահիդների բաները մար։ Եթե հակամարտությունը հանկարծ ընդլայնվի, Հայաստանի ռիսկեր ոչ մի բան չի լինելու, միջուկային պատերազմ չի լինելու, ոչ մեկը չի անելու, Ռուսաստանն էլ այդ ուժը չունի, բազմապես ոչ էլ Ուկրաինան հավես ունի համաշխարհային պատերազմ, Սաձազերձի ոչ էլ Տրամպն է ուզում։ Ասեց, եստեղ գնում է աշխարհակարգի կարգավորում, տեղական կոնֆլիկտներ, բաներ եւ այլն։ Քանի Հայաստանի պարագայում շատ բան հնարավոր չի կանխատեսել, որտեղ կա նաև շատ բաներ ուրիշ, որոնք անհասկանալի են, քանի կա ամերիկյան նախագիծը Թրամփի այդ տեխնոլոգիական, չեմ ասում, թրիպի մասին է խոսքը, ուրեմն Հայաստանը անվտանգություն այս կամ այն չափով ապահովված է, եւ Մակրոնն էլ ասեք 3 անգամ է զանգել։ Ուշադիր հետևում։ Երրորդ անգամ շնորհավորում։ Դե վերջը ուզում հատուկ ուշադրություն է դարձում ընդդիմությունը դրան։ Ուզում եմ, բայց դա ոչինչ չի նշանակում, եթե մեր գեներալները երևի առաջ եթե 80% է ռուսի շպիոն, հիմա եթե լինեն 20% էլի ռուսի շպիոն, դրանց մորթել է պետք ու վերջ։ Հասկանում եք ոնց է, այսինքն ուզում եմ ասեմ, որ ինչ ասեմ, պետք է հարցերը լուծվեն, էլի։ Իսկ այն մեծ հաշվով ես պատերազմը չեմ հավատում,